Տեր Գյուրեղ, այ դուք քիչ առաջ ասացիք, որ աղանդավորների շարքում կան նաև պարզ հավատացյալներ, ովքեր ծանոթ են Սուրբ գրքին։ Ովքեր ծանոթ են հավատում։ Այո, հավատում են, ընթերցում են նույնիսկ։ Այ նրանցից մի քանիսի հետ, երբ որ ես խոսում էի, եւ իմ հարցին թե ինչու եք հարել այս կամ այն կրոնական կազմակերպությանը եւ ոչ թե հայ առաքելական եկեղեցուն, նրանք ասում են, որ այդ աղանդավորական կազմակերպությունները իրենց ավելի բացատրում են, մատչելի են դարձնում Սուրբ Գիրքը, իսկ քահանաներից իրենք չեն լսում այդ բացատրությունը։ Այ մենք հաճախ ենք տեսնում այդ նույն աղանդավորները փողոցում շրջում են, հա ինչ որ բուկլետներ են բաժանում, երբեմն մարդկանց դռներ են ծեծում, Սուրբ Գիրքը ինչ որ հատվածներ բացատրում են։ Հնարավոր չէ մեր քահանաներն էլ պարբերաբար այցելեն մարդկանց տները, ինքնակամ ինչ որ հատվածներ բացատրեն, Աստվածաշունչը փորձեն մոտեցնել մարդկանց։ Նախ ինչ գիտեք չեն այցելում այս մեկ։ Մի քիչ ավելի համատարած ու գրկուն լինի։ Թափառեն եւ դուք գաս ասենք հանգուցյալ ունես, ենթադրենք անանասի ժամանակ չունեմ, տարեք գցեք հողի մեջ։ Ժամանակ չունեմ, այս տներով պետք է թափառեն։ Հա ո՞նց եք պատկերացնում դա։ Այդ աղանդավորները, որ դուք ասում եք, որոնք թափառում են, իրենց լիդերները չեն թափառում։ Ամեն մի շարքային անդամ իր պարտն է համարում թափառել, որտեղ իրեն խաբել են, որ դա է քո բրկությունը։ Բա դու ուր ես, ինչու չես թափառում։ Դու եկեղեցու անդամ ես, նկատված ես, ինչու չես թափառում։ Այսինքն բացի քահանաների շարքային քաղաքացիներն էլ պիտի այդ գործնեությամբ զբաղվեն։ Աստվածաշունչը քանի քահանա ունես, քանի քահանաներ կան, հա։ Եվ իրենց ամենիկը եկեղեցու քահանաները այնքան մեծ բան են անում, ամեն օր աղոթում են ժողովրդի համար, ամեն օր աղոթում են խաղաղության համար, իմաստության համար, ամեն օր։ Իսկ այդ այցելությունները, մարդկանց բնակարանները, մարդկանց բացատրելը, հա, իրենց ինչքանով որ կհասցնեն։ Ինչքան մարդկանց բնակարանները, եկեղեցում շատ եկեղեցիներ կան, դասընթացներ ունեն, բաներ ունեն, հատիկ թող գա, ոչ թե դռնե դուր։ Դե համենայն դեպս փաստ է, որ շատերն օրինակ ընթերցում են Սուրբ Գիրքը ու շատ հատվածներ իրենց համար անհասկանալի է։ Եա, թող գնան եկեղեցում, հարցնեն 11 չունեք քահանան ազատելնի, հարցնեն, կարող եք այս հատվածը ինձ բացատրել, ով փնտրում է, նա գտնում է։ Եվ հիմա լսեք Պողոս առաքյալի խոսքը Տիմոթեոսին գրված նամակում, որ ասում է. վերջին ժամանակներում մարդիկ իրենց սրտի ցանկություններին համեմատ իրենց գլխին պիտի ուսուցիչներ հավաքեն։ Այս իրենց սրտի ցանկությունների համեմատ։ Կյանքի խոսքը ինչ է նշանակում, կյանքի խոսքը անհեթեթ ընդհանրապես կապ չունի քրիստոնեության հետ։ Ընդհանրապես կապ չունի, որովհետև իրենց մի անվանում ունեն, որ կոչվում է բարեկեցության աստվածաբանություն։ Շատ խայծ է, չէ՞։ Իսկ ավետարանական եկեղեցին կապ ունի քրիստոնեության հետ, ավետարանական եկեղեցին։ Նրա առնչությունը հայ առաքելական կյանքի խոսքը դասում է տոտալիտար աղանդների շարքին։ Դա հատուկ կարգավիճակ է, հատուկ տեխնոլոգիաներ են կերար մարդկանց ուղեղների լվացման, վերահսկողության։ Իրենք կարոզում են, որ եթե դու լավ հավատացյալ լինես, չէ՞ որ Սուրբ Գիրքը ասում է ինչ որ Հիսուս ասում է ինչ որ խնդրեք իմ անունով իմ հորից կտրվից ես։ Ուրեմն քրիստոնյան իրավունքություն չպետք է աղքատ լինի, պետք է լավ մեքենա քշի, լավ ուտի խմի, հագնվի, սա իրենց վարդապետությունն է, շատ գրավիչ է, չէ՞։ Ինչ ուզում են աղջիկը թող հագնի, ինչ ուզում է թող πάρի։ Սա շատ իսկ ավետարանական եկեղեցին եւ նրանց կողմից այդ վերամկրտությունը, որը կատարվում է։ Ես չի գիտեմ։ Ընդունելի է դա։ Այո, կատարում են, այո։ Որ ավետարանական։ Հայ ավետարանական եկեղեցին։ Հիմա բոլորը իրենց անվանում են ավետարանական, աղանդներ կան, անվանում են իրենց ավետարանական եկեղեցի։ Որը Ռենե Լևոնյանի այդ որը կոնկրետ հենց Պարտակչյանի հետ կապված։ Պարտակչյանը, Պարտակչյանը մի ժամանակ ինքը մարդկանց տանում էր էջմիածին մկրտելու, հիմա ինքն էլ էր մկրտում։ Ինքը ասում է ես աստվածաբանության դոկտոր եմ եւ դա ընդունելի է, փաստորեն։ Կարող եմ ապացուցել ասել, որ դա ընդունելի է։ Նորմալ երևույթ, այո, ինքն է ասել։ Սուտ ախոսում, որ այդ իշխանությունը դոկտորով չի փոխանցվում։ Այդ բանը իշխանությունն է, մկրտություն կատարելու այս գլխին 2000 տարի չեն տվելով հասել է այս գլխին այդ իշխանությունը։ Հասկանում եք, Քրիստոս ձեռքերը դրեց աշակերտների իրենց աշակերտների վրա եւ այլն եկել հասել է այստեղ։ Ոչ թե ես ինձ լավ մարդ եմ, իսեր Աստված պատահոր, ոգի, բայց ես ունեմ իշխանություն ինքը չունի։ Ամենապարզ կանոն, որ դոկտոր չի, իշխանությունը ինքը չունի։ Ինքնագլուխ մարդ է։ Հետևաբար վերամկրտություն ընդունելի չի։